Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1113-րդ օրն է։ Այսօր չորեքշաբթի է, աշխատանքային շաբաթվա կեսին փորձենք կարճ եթեր անենք առանց հարցազրույցի, բայց չգիտեմ ինչքանով կստացվի, որովհետև լուրերը շատ են։ Մինչ լուրերին անցնելը ասեմ, որ անչափ շնորհակալ եմ ձեր սրտանց եւ տրամադրող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի եւ մեր եթերների տարածման համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 259 մարտական բախում, ուկրաինական կողմից փաստաթղթավորված ռուսական զորքի կորուստները հասել են 890,000-ի, իսկ Կուրսկի մարզում իրավիճակը փոխվել է եւ մեզ համար ցավոք ոչ դրական ուղղությամբ։ Կա տեղեկատվություն, որ ռուսական զորքերը արդեն մտել են Սուջա քաղաք, դա հիշեցնեմ, որ շրջկենտրոն էր, որը վերջին 7 ամիսներին վերահսկվում էր ուկրաինական ուժերի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է ռուսական զորքերի առաջխաղացումը Կուրսկի մարզում։ Սուջա քաղաքի մասին ուկրաինական գենշտաբը մեր հաղորդումը պատրաստելու պահին դեռ հայտարարություններ չի արել։ Ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ իրավիճակը կայուն չէ Սուջա քաղաքում մեր համար եւ հրամանատարությունը զերծ է մնում հայտարարություններից։ Մարտի 10-ին եւ 11-ին գլխավոր շտաբի հրապարակած քարտեզներում նկատելի է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի պաշտպանության բանակի կողմից վերահսկվող գոտին նկատելիորեն նվազել է։ Ուկրաինական կողմից վերահսկող սահմանագծի երկայնքով գոտու մասով ասեմ, որ այնտեղ առայժմ ամեն ինչ իր տեղում է։ Ըստ մեր գենշտաբի հայտարարության Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի մարտական գոտում հետ են մղել ռուս զավթիչների 33 հարձակում։ Սա նշանակում է, որ ինչպես ասում էր երեկ չառաջին օրը գեներալ Սիրսկին, օպերացիան շարունակվում է։ Եթե Աստված չանի ռուսներին հաջողվի ամբողջությամբ գրավել Սուջա շրջկենտրոնը, ապա դա լավ քարոզչական թեմա կդառնա Կրեմլի համար, որպեսզի համոզի իր լսարանին, որ Պուտինի բանակը իբր հաջողակ է։ Իհարկե Կրեմլը չի խոսի այն մասին, որ ռազմական հարձակումների առուտի բաժինը ընկել է հյուսիսկորեացիների ուսերին եւ 4-րդ տարում Ուկրաինան գրավելու փոխարեն սեփական բնակավայրերը գրավել է այն չէ, ինչին ձգտում էին ռուսները։ Հիշեցնեմ նաեւ, որ Լևադա կենտրոնի տվյալներով դեռ նոյեմբերին ռուսական կորուստները կազմել են ավելի քան 1 միլիոն մարդ, չնայած ուկրաինական գենշտաբը իր փաստաթղթավորված թվերն է ներկայացնում, ըստ որի ավելի քիչ է։ Բայց դրանք ռուսական խնդիրներ են, մեզ ավելի շատ մեր գործերն են հետաքրքրում։ Իմ կարծիքով մեր զորքերը Կուրսկի մարզում դեռ անելիք ունեն, որպեսզի ոչնչացնեն ռուսական բանակի նորաստեղծ գրոհային ուժերը, բայց կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կանցնի, մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 1430 ռուս օկուպանտների եւ շուրջ 300 միավոր ռուսական զենք ու ռազմական տեխնիկա։ 22 թվականի փետրվարից ռուսների փաստաթղթավորված ընդհանուր մարտական կորուստները կազմել են 889,050 զավթիչ, այսինքն գրեթե 890,000։ Ռուսական բանակը ամեն գիշեր շարունակում է Ուկրաինայի խաղաղ քաղաքներին վնաս հասցնելու փորձերը, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորվում, երբեմն նաև զոհվում։ Ցավոք անցած գիշեր նաև կային զոհեր եւ Օդեսայի նավահանգստում եւ Դնեպրի մարզում։ Կան նաև 2 տասնյակ վիրավորներ։ Մարտի 12-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի խաղաղ քաղաքներին, օգտագործելով բալիստիկ հրթիռներ եւ 133 դրոններ։ Խոսքը 3 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռների մասին է, ինչպես նաև Շահեդ տիպի հարձակողական դրոնների։ Ուկրաինական հոբուժերը ոչնչացրել են 118 Շահեդ դրոններ։ Այս մասին հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ռուսական հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Սումիի եւ Կիևի մարզերը։ Դնեպրոպետրովսկի մարզում ասեմ, որ ռուսները բալիստիկ հրթիռով հարվածել էին հյուրանոցին, իրենց համար հեքիաթ հորինելով, իբր թե այնտեղ արտասահմանցի ինստրուկտորներ կամ ուկրաինական սպաներ են եղել։ Ուկրաինական դրոնները նույնպես աշխատել են անցած գիշեր, այս անգամ Արիոլի եւ Տուլայի մարզերում։ Իմջելոց երեկվա ուկրաինական դրոնների հարվածի պաշտոնական ռեակցիան կա Ուկրաինայի գենշտաբից, հաստատվել է, որ մարտի 11-ի գիշերը ուկրաինական դրոնները հարվածել են ռուսական ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Ըստ ուկրաինացի զինվորականների հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որը տարեկան վերամշակում է մինչև 11 միլիոն տոննա նավթ եւ ապահովում է Մոսկվայի բենզինի եւ դիզվառելիքի կարիքների 40-ից 50%-ը։ Բացի այդ, վնասվել է Դրուժբա նավթամուղի վերահսկողության կարևորագույն օբյեկտը, որը նավթ է տեղափոխում Լենինգրադի մարզի Ուсть-Լուգ նավահանգիստի տերմինալ։
Ուկրաինայի գլխավոր շտաբը ընդգծել է, որ բոլոր հարվածները հասցվում են պատերազմի մեջ ներգրավված ռազմավարական օբյեկտներին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ։ Մոսկվան արդեն ընդունել է հարձակման լրջությունը, սակայն ռուսական իշխանությունները դեռ լռում են կոնկրետ հետևանքների մասին։ Ակնհայտ է մի բան, որ հարձակումները ռուսական ռազմավարական օբյեկտների վրա ավելի են հզորանում և խուճապ է առաջացնում քաղաքացիականների և ոչ միայն նրանց շրջանում։ Անցնենք քաղաքական լուրերին։ Լուրերը շատ են և կարևոր, ինչպես ենթադրեցի երեկոյի եթերում, Ջիդայում առանձնահատուկ ոչինչ տեղի չունեցավ, բացի այն, որ ամերիկացիները վերջապես լսեցին ուկրաինական կողմին և իրենց դիրքերը գեղեցիկ ներկայացնելու համար փորձեցին ամպագորգոր հայտարարություններ անել։ Դե ինչպես երեկ ասացի, սա տրամադրության հարց է իրենց համար։ Թրամփը, գիտեք, շաբաթվա մեջ 7 ուրբաթ ունի։ Բացի մի քանի դրույթներից, որոնք արդեն դիրքորոշում են դարձել Լոնդոնի և Բրյուսելի գագաթնաժողովներից հետո, ոչ մի նոր բան տեղի չունեցավ Ջիդայում, բացի ուկրաինական կողմի ամերիկյան առաջարկին համաձայնելուն։ Խոսքը 30 օրով հրադադարի մասին է։ Մնացած բոլոր կետերը արդեն վաղուց մեր լսարանին ծանոթ են։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը այցելել էր Ուկրաինա Զելենսկիին ավելի լավ պատրաստելու համար Ջիդայի հանդիպմանը։ Մինչ այդ Սթարմերը շփումներ էր ունեցել Թրամփի հետ։ Այս փուլում մենք ունենք մի իրավիճակ, երբ ամերիկացիները պարզապես լսեցին մեզ, ավելի ճիշտ երևի թե ասենք վերջապես։ Եթե դա անեին Վաշինգտոնում, մենք այս 1.5 շաբաթը չէինք կորցնի։ Դա ինչպես ասում են, ինչով ուզում են թող խաղան, միայն թե լաց չլինեն։ Մեզ համար կարևոր է ապաշրջափակել օգնությունը և վերականգնել հետախուզական տվյալների փոխանակումը։ Կարևոր է նշել, որ Ռուսաստանի հույսերը փշրվեցին Ջիդայում, և Թրամփի թիմը Ուկրաինային ոչ մի վերջնագիր ուլտիմատում չի ներկայացրել։ Իմիջիայլոց ամերիկյան ռազմական օգնությունը արդեն վերականգնվել է, այս մասին երեկ երեկոյան հայտնեց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև կայացած դրական բանակցությունները։ Եվրամիությունը պատրաստ է միանալ առաջիկա խաղաղ բանակցություններին, ասել է նա։ Թրամփն ակնհայտորեն հուզված էր, որ Կիևը հենց ցուցադրաբար ընդունեց 30 օրվա անհապաղ զինադադարի իր գաղափարը և սկսեց գովաբանել Զելենսկուն և ասել, թե նրան սպասում է Վաշինգտոնում։ Դա ասա մի 10 օր առաջ քո մոտ էր էլի։ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադար կնքել Ռուսաստանի Դաշնության փոխադարձ համաձայնության դեպքում, այնուամենայնիվ սա ամենևին էլ հակամարտության սառեցում չէ, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի բանակցություններին մասնակցած Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Մեջբերեմ ուկրաինական կողմի համար նաև կարևոր էր ուղղակիորեն նշել, որ եվրոպացի գործընկերները պետք է մասնակցեն ցանկացած խաղաղ բանակցությունների։ Մենք հավատարիմ ենք դիրքորոշմանը, առանց Եվրոպայի ոչ մի որոշում Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ, նշել է Սիբիգան։ Հիմա կարդանք, թե ինչ են պայմանավորվել Ամերիկան և Ուկրաինան Ջիդայում։ Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է Ամերիկայի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Ունենք պայմանավորվածությունների տեքստերը, իմիջիայլոց համատեղ ներկայացվեց և ամերիկացիների և ուկրաինացիների կողմից։ Կարդանք կետ առ կետ։ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել Ամերիկայի առաջարկը անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունելով և միաժամանակ իրականացնելով։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կասի, որ Մոսկվայի կողմից փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է։ Միևնույն ժամանակ Ամերիկան անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերականգնում է Ուկրաինայի անվտանգության ապահովման աջակցությունը։ Երկու երկրների ներկայացուցիչները բարձր են գնահատել ուկրաինացի ժողովրդի քաջությունը պաշտպանելու իրենց երկիրը և համաձայնել են, որ այժմ ժամանակն է սկսելու կայուն խաղաղության հաստատման գործընթացը։ Բացի այդ, ընդգծվում է, որ ուկրաինական պատվիրակությունը ուկրաինացի ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին, Ամերիկայի Կոնգրեսին և Միացյալ Նահանգների ժողովրդին խաղաղության ճանապարհին հնարավոր իմաստալից առաջընթացի հասնելու համար։ Սա նույնպես ցուցադրական ժեստ է, որպեսզի թրամփիստները հնարավորություն չունենան ուրանալ Ուկրաինայի կողմից երախտագիտությունը։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այս կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է, եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղ գործընթացում։ Ուկրաինական պատվիրակությունը նաև նշել է, որ խաղաղ գործընթացում պետք է ներգրավված լինեն եվրոպացի գործընկերները։
Այս մասը երկու անգամ են գրել, երևի թե որոշել են, որ կրկնությունը գիտության մայրն է։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի օգտակար հանածոների պաշարները հնարավորինս արագ զարգացնելու համար, Ուկրաինայի տնտեսությունն ամրապնդելու եւ Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունն ապահովելու համար։ Պատվիրակությունները քննարկել են վերոնշյալ հրադադարի ընթացքում մարդասիրական ջանքերի կարևորությունը, ներառյալ ռազմագերիների փոխանակումը, կալանավորված խաղաղ բնակիչների ազատումը եւ բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Իմիջիայլոց Լեհաստանը հաստատել է Ամերիկայի կողմից Ուկրաինայի զենքի մատակարարումների վերսկսումը։ Միացյալ Նահանգները վերսկսել է Լեհաստանի տարածքով Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին չորեքշաբթի մարտի 12-ին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների օդատիեզերական ընկերությունը վերակտիվացրել է ուկրաինական օգտատերերի հաշիվները եւ նորից հնարավորություն կա օգտվել ամերիկյան սպուտնիկներից։ Իդեպ Մակրոնն ու Սթարմերը չուշացան եւ Ֆրանսիայի ու Բրիտանիայի անունից ջերմորեն ողջունեցին Ջիդայում ուկրաինա-ամերիկյան հայտարարությունը։ Ասեմ նաեւ, որ Եվրոպական եւ ՆԱՏՕ-ի 30 երկրների ռազմական ղեկավարներ միացել են պաշտպանության եւ ռազմավարության Փարիզի ֆորումին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրանց կոչ է արել պատերազմի ավարտից հետո անցնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրմանը։ Մակրոնի խոսքով խաղաղության բանակցությունների արագացման հետ կապված անհրաժեշտ է հայեցակարգից անցում կատարել պլանի, որպեսզի սահմանվեն անվտանգության հուսալի երաշխիքները, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա ուժեղ եւ տևական խաղաղությունը։ Միաժամանակ հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ անվտանգության այդ երաշխիքները չի կարող անջատվել ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Հիմա հիշենք, թե ես ինչ ասացի օրերս, ինչ է ասելու Պուտինն իր ժողովրդին, նույնիսկ զինադադարի դեպքում, քանի որ լայնածավալ պատերազմի սկսման օրվանից Պուտինի ոչ մի պահանջ չի կատարվել, իրականություն չի դարձել։ Ռուսաստանն ուսումնասիրում է այն հայտարարությունները, որոնք հնչել են երեկ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի եւ Ամերիկայի պատվիրակությունների հանդիպումից հետո, չեն բացառվում դիկտատոր Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան ղեկավար Թրամփի բանակցությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ռուս դիկտատորի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Ռուսաստանից արդեն հնչում են լացուկոցեր, որ չի կարելի գնալ հրադադարի։ Տեսնենք Պուտինը տղամարդկություն կունենա այդ մասին ասել Թրամփին, գոնե հեռախոսով։ Բայց այն փաստը, որ Սաուդյան Արաբիայի Ուկրաինա-ամերիկյան հայտարարությունից հետո եղավ Օդեսայի եւ Դնեպրի հրետակոծումները, սա Թրամփը ուզենալու դեպքում կարող է եւ որպես դեմարշ ընդունել, բայց ճիշտն ասած ես այդպես չեմ կարծում։ Թրամփը հիմա նույնպես շահագրգռված է ստանալ Պուտինից բաղձալի համաձայնությունը։ Այս ամենի ֆոնին Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրների բանակները Ուկրաինայում Ռուսաստանի համար անընդունելի են։ Դե տեսնենք մինչև երբ դրանք անընդունելի կմնան ռուսների համար։ Հիշում եք, ես օրերս ասացի, որ մենք տեսել ենք քաղաքական Սանտա Բարբարա սերիալի 3 սերիա, այսպիսով այժմ մենք արդեն սկսել ենք դիտել 4-րդ սերիան։ Կրեմլի համար դժվար կլինի բացատրել իր ժողովրդին, թե ինչու է զոհվել այդքան մեծ քանակությամբ ռուս զինվորներ։ Պուտինի համաձայնությունը նշանակում է ընդունել Ռուսաստանի պարտությունը։ Եթե Պուտինը չհամաձայնի, պատերազմի ավարտը կարող է ավելի ամոթալի դառնալ Ռուսաստանի համար, ինչի մասին երեկ ասաց նաև Թրամփը։ Ինչ է հրադադարը տալիս Ուկրաինային։ Հրադադարը Ուկրաինային հնարավորություն կտա ել ավելի ամրապնդել պաշտպանությունը եւ պատրաստ լինել շարունակել պատերազմը առանց իր համար ավելորդ ներքին եւ արտաքին լարվածության։ Իսկ մետաղների հանածոների գործարկի դեպքում նաև նոր ինվեստիցիաները Ամերիկայից, որը պակաս կարևոր չէ։ Սա ես անցա ամենագլխավոր թեմաներով։ Ինչ է տալիս այս ամենը Թրամփին։ Երևի թե ամենամեծ բենեֆիցիարը կդառնա հենց Թրամփը։ Նա դաշնակիցներին կփորձի վստահեցնել, որ ինքը հասավ նրան, ինչը մինչև իրեն ոչ ոք չէր կարող։ Վստահության ճգնաժամը, որ արդեն արկա է Թրամփի հանդեպ, կարող է մի փոքր մեղմանալ, ինչևէ եկեք դիտենք Սանտա Բարբարա քաղաքական սերիալի 4-րդ սերիան։ Սերիան դեռ նոր է սկսվել, տեսնենք ինչով կավարտվի։ Առայժմ Թրամփի ոճը վստահություն չի ներշնչում, արդեն վճարված ռազմամթերքի սառեցումը կարմիր գծերից դուրս էր եւ լրջորեն խաթարեց նրա հանդեպ վստահությունը։ Ինչ որ բան Թրամփին դուր չգալու դեպքում նա կարող է նորից սառեցնել ռազմական մատակարարումները, դեռ երկար կմնա դանակի պես կախված Թրամփի հեղինակության վրա։ Շատ չի երկարացնեմ, այսքանով ավարտենք մեր եթերը։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում։